Վարորդական վկայական ստանալու ընթացակարգում փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես մարտ ամսվա բոլոր շաբաթօրերը հաշվառման քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։ Բացի այդ, հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են արդյունք։ Ըստ ներքին գործերի նախարարության հերթերը զգալիորեն նվազել են։ Փոփոխությունները միտված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու գործընթացների օպտիմալացմանը։ Կառավարության նիստում որոշում է ընդունվել պետական աշխատողներին լրացուցիչ վարձատրություն տրամադրելու մասին։ Գնահատվել են 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքները եւ արձանագրվել է, որ պետական մարմինների աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ցուցանիշներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում լրացուցիչ վարձատրության հարցը։ 2026 թվականի հունվարին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 4.1%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով գնաճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ սննդամթերքի շուկան։ Հաշվի առնելով, որ սննդամթերքը ընտանեկան բյուջեի ծախսերի մեծ բաժինն է կազմում, այս աճը անմիջապես ազդում է բնակչության իրական եկամուտների վրա։ Հայկական եւ վրացական էներգահամակարգերը կմիանան։ Ծրագրի արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 միլիվատից առաջին փուլում կհասցվի 350 միլիվատ, իսկ հետագայում տարածաշրջանային շուկայի պահանջարկից ելնելով մինչև 1050 միլիվատ։ Ծրագրի իրականացման համար կնքված վարկային եւ դրամաշնորհային միջոցների ընդհանուր բյուջեն առանց հարկերի կազմում է 188 միլիոն 75 հազար եվրո։ Անգլիայի բանկը նախատեսում է նոր ֆունտ ստերլինգ թղթադրամների վրա ներկայացնել բրիտանական վայրի կենդանիներին, փոխարինելով պատմական հայտնի դեմքերին, այդ թվում Ուինսթոն Չերչիլին եւ Ջեյն Օսթինին։ Որոշումը կայացվել է հանրային հարցման արդյունքներով։ Փոփոխությունն արդեն իսկ առաջացրել է քննարկումներ։ Որոշ քաղաքական գործիչներ քննադատել են ազգային խորհրդանիշների հեռացումը թղթադրամներից։ Միևնույն ժամանակ Անգլիայի բանկը հայտարարել է, որ ձգտում է ընտրել այնպիսի պատկերներ, որոնք խորհրդանշում են Մեծ Բրիտանիան եւ չեն առաջացնում հասարակական բաժանումներ։ Նոր թղթադրամների վրա կարող են հայտնվել այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են ոզնիներն ու գորշուկները։ Միջազգային խոշոր բանկերն իրենց աշխատակիցներին հորդորել են չայցելել Դուբայում եւ Կատարում գտնվող գրասենյակներ։ Մասնավորապես ամերիկյան Citibank-ը հրահանգել է իր աշխատակիցներին անհապաղ լքել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում գտնվող տարածաշրջանային կենտրոնակայանը։ Տարածաշրջանում լարվածության աճը ազդեցություն է ունենում նաեւ ֆինանսական հատվածի գործունեության վրա։ Չինաստանի նավթավերամշակող ընկերությունները սկսել են չեղարկել արդեն համաձայնեցված վառելիքային նավթամթերքների, ներառյալ բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման մատակարարումները։ Չինաստանի իշխանությունները Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին երկրի խոշորագույն նավթավերամշակող ընկերություններին խնդրել էին զերծ մնալ նոր արտահանման պայմանագրեր կնքելուց։ 2026 թվականի համար տրամադրված առաջին քվոտաների փաթեթը կազմել է 19 միլիոն տոննա, գրեթե չփոխվելով նախորդ տարվա համեմատ։ Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները Եվրագոտում առաջացնեն այնպիսի գնաճային շոկ, ինչպիսին տարածաշրջանը զգացել էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում։ Այժմ մենք այլ տնտեսական իրավիճակում ենք, այն ավելի լավ է եւ մենք ունենք ավելի մեծ դիմացկունություն ցնցումները հաղթահարելու համար, հայտարարել են բանկից։ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հողում չպետք է լինի։ Վարչապետ Փաշինյանը դեռ ավելի վաղ էր նման դիրքորոշում հայտնել։ Հիմա կրկին վերահաստատում է իր մոտեցումը, որպես հիմնավորում առաջ քաշելով այն կարծիքը, թե անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Ըստ Փաշինյանի իրենից կոնֆլիկտ է ենթադրում նաև Արցախի հանրապետությանը հղում անելը, փախստականների վերադարձի իրավունքի մասին խոսելը, քանի որ Ադրբեջանն էլ է նույն հարցերը առաջ քաշում, թեման զարգանում է ու տանում բախման։ Ղարաբաղյան շարժում չկա, ամփոփում է կառավարության ղեկավարը։ Շատ լավ հասկացա։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։
Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնանք կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը ես չգիտեմ։ Վերջին շրջանում ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերը։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է բացահայտումների 158% աճ։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում կարևոր է կենտրոնանալ ներկրողների եւ արտադրության վրա, բայց քանի դեռ գլխավոր օղակի հարցը չի լուծվել, ուշադրության կենտրոնում են ամենախոցելի խումբը համարվող դեռահասները։ Դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա։ Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում են փոխադարձարվածները, ապակայունացնելով տնտեսական ու քաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Բնականաբար, Իրանից Հայաստան եւ հակառակողությամբ բեռնափոխադրման խնդիրներ են առաջացել, բայց ըստ Փաշինյանի այդ առումով իրավիճակը արտակարգ չէ։ Տվյալները, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը։ Բեռնատարների թիվը 11 է։ Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գործընթացը կկազմակերպվի 1 անձից գնման ընթացակարգով։ Արվեստի կլաստերի ձևավորման նպատակով նախատեսվում է համագործակցել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, մինչև 340,778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի չափով։ Երաժշտության բաղադրիչի ձևավորման համար խորհրդատվությունն էլ կգնվի Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայից, մինչև 371,325 ֆունտ ստերլինգին համարժեք դրամի չափով։